Ողջույն սիրելի քրիստոնյա ժողովուրդ, քրիստոնյա ազգ, Աստծո ազգ, որտեղ ուզում ես լինես Աստծո ազգ, Աստծո ընտրյալ, Աստծո արդար, Աստծո սուրբ, Աստծո հավատքի մարդ։ Նայեք, Քրիստոսը, մեր Տեր ու Փրկիչը միշտ ամեն ժամանակ զգուշացնում է սուտ, կեղծ, մոլորեցնող հովիվներից, առաջնորդներից, մարգհեներից և կեղծ Հիսուսներից։ Ես տեսել եմ մարդկանց, որոնք ասել են ասա, որ ես Հիսուսն եմ, ասա, որ ես արդեն Հիսուսն եմ, ասա, որ ես արդեն Հիսուսն եմ, շատ մոլորություններ է։ Մատթեոսի 24-րդ գլխում Հիսուսն ասում է. զգուշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե, որտև շատերը կգան իմ անունով և կասեն ես եմ Քրիստոս և շատերին կմոլորեցնեն։ Այսինքն ես եմ Քրիստոսը, ես քրիստոնյա եմ, ես Քրիստոսի կողմից եմ խոսում և շատերին կմոլորեցնեն։ Եվ շատ սուտ մարգհեներ դուրս կգան և շատերին կմոլորեցնեն նորից, շատ սուտ մարգհեներ նորից, որովհետև սուտ քրիստոնյաներ և սուտ մարգհեներ վեր կկենան և մեծ նշաններ, հրաշքներ կտան, մինչև որ եթե կարելի լինի ընտրվածներին կմոլորեցնեն, այսինքն շատ սուտ, կեղծ մարգհեներ և քրիստոնյաներ և Քրիստոս դուրս կգա, որ շատերին մոլորեցնա, որտեղից մոլորեցնա, ճշմարիտ Քրիստոսից հեռացնա, ճշմարիտ Աստվածաշնչից, Աստծո ավետարանից, որ հեռացնա։ Մեր հավատքի հիմքը, որի վրա մենք մեր կյանքը կառուցում ենք որպես տուն, կառույց, դա Աստծո խոսքն է, Քրիստոսի խոսքն է, Քրիստոսի սուրբ հոգով, Քրիստոսի հոգով։ Եթե մեկը կա այլ ավետարան, այլ խոսք, այլ ուսմունք բերա, նրան պետք է չլսել։ Աստվածաշունչն ասում է անիծյալ լինի, չէ, նզոված լինի, այսպիսի խոսքեր է ասում։ Նայեք, Մարգարեացող 14-րդ գլխում առաջի թուղթ Կորինթացիներին ասում է. սերին հետևեցեք եւ մանավանդ որ մարգարեանաք, առանց սիրո, առանց Աստծո մարգարեությունը սուտ է, կեղծ է, բայց ոչ թե կեղծ սիրո, այլ Աստծո ճշմարիտ սեր ունենաս եւ Աստծո սիրուց բխա քո մարգարեությունը։ Մարգարեացողը ինչ անում, մարդկանց հետ շինություն, մխիթարություն եւ սփոփություն է խոսում։ Մարգարեացողը եկեղեցին է շինում եւ մարգարեացողը ավելի մեծ է, քան թե տարբեր մնացած պարգևները։ Եկեղեցին տարբեր ազգերում, տարբեր պետություններից եղած Աստծո ընտրյալը դա մեկտեղ եկեղեցին է, որը շինվում է,